Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է, բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ խոհանոց, սկսում ենք նոր օր և նոր մենու, թե ինչ տեղավորվեք հարմարավետ և տեսեք, թե այսօր ինչ եմ պատրաստել, միգուցե այսօր էլ կկարողանամ լինել օգտակար։ Եվ իհարկե սկսում ենք նախաճաշից։ Ահա ժողովուրդ ջան, ինչ եմ պատրաստում եմ նախաճաշ։ Ուրեմն վերցրել եմ նրբերշիկներ, հիմա նրբերշիկը այսենց բարակ շերտերի կկտրեմ, այսենց, շատ համեղ նախաճաշ է ստացվում, իդեպ ասեմ, դուք էլ փորձեք անպայման, ահա, ես մի հատը պատրաստեմ, դուք տեսեք, հետո մնացածը ես կշարունակեմ, արդեն կադրից դուրս միգուցե։ Մի քիչ տոմատի մածուկ եմ քսում, իմ մոտ մի քիչ ջրալի է տոմատի մածուկը, բայց ոչինչ, դուք վերցրեք այն ինչը, որ ձեր ձեռքի տակ կա։ Մի քիչ տոմատի մածուկ, մի քիչ օրեգանո, սենց մի քիչ պիցայի համատալիս, էլի, մի քիչ օրեգանո, հետո շարում ենք այսենց նրբերշիկները, այսենց, հետո վրան դնում ենք պանիր, ես այս պանիրներն եմ սիրում, որովհետև էսի շատ լավ է հալվում, ահա, էսի սենց ենք դնում, այս մի շերտի վրա կարանք էլի մի քիչ տոմատի մածուկ քսենք, այսենց, շատ չէ, որ շատ տոմատի համել չգա, ահա, ու այսենց ծածկում ենք, ու կդնենք արդեն սանդվիչի տոստերի մեջ, տոստեր, հա երևի ասեմ ավելի լավ է, սանդվիչի ապարատ էի ուզում ասեի, բայց տոստերը ավելի ճիշտ է հնչում, ահա ժողովուրդ ջան, հես այս մեկն էլ անեմ, ու կստացվի այսենց շատ համեղ նախաճաշ, վաղուց չէի պատրաստել, իդեպ ասեմ, ու որոշեցի այսօր սյուրպրիզ անեմ, կարելի ասել, պանիր ենք դնում, ու այսենց մի հատ էլի տոմատ կքսեմ, այս մասը, այսենց, ու կծածկենք, ու հիմա այս երկուսը դնեմ տոստերի մեջ ու էլի երկու հատ երևի կպատրաստեմ։ Դե ինձ սիրելիներս, իհարկե որ պետք է նախաճաշը լինի շատ արագ և հեշտ պատրաստվող, որը որ ես ստացա։ Իսկապես ստացվեցին շատ համեղ սանդվիչներ, եթե դեռ չեք պատրաստել այս տարբերակով, փորձեք, կարծում եմ կհավանեք։ Դե ինձ սիրելիներս, եթե պատրաստվում եք նախաճաշելու, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ճաշի ժամին։ Դե ինչ ժողովուրդ ջան, ես անցել եմ գործի, պատրաստում եմ գարնիարը, սմբուկները լվացել եմ, հիմա այսեն շերտ կտրում եմ, միսը դրել եմ մի կողմի վրա արդեն տապակվում է, ահա, հիմա ես սմբուկները այսենց կանեմ, մեջտեղից մի քիչ կբացեմ, էսի շատ մեծ է, բայց ոչինչ, մեծ էին սմբուկները, հա նայեցի, փոքր հարմար սմբուկ չկար,
բայց որ նպատակի էի դրել, որոշումս կայացրել էի, որ պետք է գարնիրը պատրաստեմ, դրա համար էլ այս տեսակ սմբուկներ վերցրեցի։ Այսինքն կանեմ ու միանգամից կդնեմ թավայի մեջ, փակեմ, որպեսզի շատ ձետ այս կոմենկոմ չթռնի, այսինքն անեմ, ահա տեսեք, կդնեմ, հիմա թող էսենց տապակվի։ Հիմա սոխնեկը կտրեմ կավելացնեմ մսի վրա։ Այդ միսը մի քիչ շատ եմ ինձ թվում արել, եթե ավելանա, կանելոններ կպատրաստեմ վաղը։ Ահա ժողովուրդ ջան, այսպես կանեմ, կդնեմ թող տապակվի։ Ոչի կհանեմ, այս մեկը մի քիչ դեֆորմացված է, բայց ոչինչ։ Այսքան ինչի եմ դրել մեջը, ես էլ չգիտեմ։ Հիմա կկտրեմ մի սոխը, միջին չափի փոքրիկ, սենց շատ մեծ չէ։ Կկտրեմ սա մսի հետ կտապակեմ, մի սոխը, այն մյուս սոխն էլ կկտրեմ կիսալուսնաձե, լոլիկի հետ կտապակեմ ու վերջում կլցնեմ վրան։ Ես այտենց եմ պատրաստում, չգիտեմ ժողովուրդ ջան, ով ոնց է անում։ Հիմա սա էլ ավելացնեմ մսի վրա։ Հիմա սա էլ կտրեմ, կիսալուսնաձե, կդնեմ կողքից։ Այսինքն չոր բաներ են դուրս գալիս սոխի միջից։ Ժողովուրդ ջան, ես կդնեմ մի կողմի վրա, հետո տոմատի հետ կտապակեմ, վերջում կլցնեմ վրան։ Սա մի կողմի վրա։ Ահա, հիմա մի քիչ ստեղ քերիչով սխտոր կանցկացնեմ, հենց մսի վրա, սիրում եմ տենց, համեղ համատալիս։ Ահա, ժողովուրդ ջան, հիմա ստեղ ավելացնում եմ մի քիչ աղ, մի քիչ սև պղպեղ, այ այսպես, ու կարմիր պղպեղ։ Կխառնենք տարածվի ամեն ինչը։ Ահա, ժողովուրդ ջան, ստեղ միսը տապակվում է, ստեղ սմբուկներն են տապակվում, արդեն համարյա պատրաստ է, ու սաղմիթը դրել եմ կողքից, հիմա մի հատ մանր կկտրատեմ ու կավելացնեմ մսի վրա, բայց երևի արդեն մսի տակ կանջատեմ։
Գազօջախը անջատել եմ, սպասում եմ մի քիչ շատ այս ճճտոցը անցնի, նոր բացեմ, թե չէ ամբողջ խոհանոցը ձետ կլինի։ Ահա։ Ու միանգամից կտեղավորեմ այստեղ։ Էլ ավելնորդ աման, ինչ-որ մի բան չեմ կեղտոտի։ Ուրա հեսա բացվածքը։ Ահա, ժողովուրդ ջան, այ այսենց։ Ահա, մի անգամից հենց բացվածքը, այսենց տեղավորում եմ մեջը։ Հիմա սա կդնեմ մի կոմի վրա, հենց այս ձեթի մեջ էլ լոլիկն ու սոխը կտապակեմ, որպեսզի սմբուկի համը չգնա։ Ահա, ժողովուրդ ջան, հիմա այս փոսիկը մի քիչ կբացեմ, այսենց կանեմ, որպեսզի միսը տեղավորվի մեջ։ Տեսեք, յուղը, որպեսզի շատ չլինի, լոլիկը, սոխը միասին կանեմ առանց ձեթի, որպեսզի շատ ձեթ յուղային չստացվի։ Վերջ։ Հիմա սա դնում եմ մի կողմ, վերցնելու եմ հիմա մաքուր թավա ու շարունակեմ։ Ահա, ժողովուրդ ջան, վերցրել եմ մաքուր թավա առանց ձեթի։ Հիմա տեղափոխում եմ լոլիկը, սա Lidl-ից եմ վերցնում իտալական բաժնից, պղպեղով է, շատ համեղ է, մի թեթևի կզղություն ունի։ Հիմա սոխն ու լոլիկը կթողնեմ միասին, թող մի թեթև տապակվի, սոխը կթուլանա, հենց սոխը թուլացավ, արդեն կլցնեմ սմբուկի վրա։ Այ այսօր, թող մի թեթև տապակվի ու թուլանա։ Որովհետև ձեթ չեմ արել ստեղ ժողովուրդ ջան, հիմա ձեզ ցույց տամ։ Հիմա ցույց տամ, տեսեք, թե ինչքան յուղա դուրս գալիս, տեսեք։ Համ սմբուկն է ձեթով տապակված, համ միսը, դրա համար էլ այս լոլիկի հետ ձեթ չեմ ավելացնում, որ շատ յուղալի չստացվի։ Ժողովուրդ ջան, լոլիկը արդեն պատրաստ է։ Հիմա այսենց կլցնեմ սմբուկի վրա ու կթողնեմ մի քիչ էլի համերը թող խառնվեն իրար։ Կանաչին էլ ավելացնենք, մի քանի րոպե, 3-4 րոպե, կթողնեմ, որ մի հատ թեթև միասին երկա, համերը խառնվեն իրար ու վերջ։ Ահա, ժողովուրդ ջան, եկավ ամենալավ պահը, ու որն այդ պահը, գիտեք, որ այս համեղությունը պետքա վայելենք, անուշանենք։ Կողքից էլ ահա, կողքն մի քիչ կարտոֆիլի ֆրի կլցնեմ, այ այսենց, այ այսենց կմատուցեմ։ Ժողովուրդ, հիմա ասեմ, թե ինչ եմ պատրաստում, ինչա սա։ Ուրեմն,
մի քանի օր առաջ գնացել էինք խորոված էինք արել, այստեղ սմբուկ, պղպեղ, լոլիկ, դե գիտեք, մենք հայկական միշտ մեր հետ բանջարեղենը տանում խորովում ենք։ Իհարկե շատ էր եղել ու 2 օր ինչ եկել ենք խորոված անելու, խորոված արած, հենց այդտեն սառնարանում դրված էր ու չէինք ուտում։ Ու ես որոշեցի այսօր մի քիչ սոխառած արեցի, տեսեք իմ խոհանոցում ինչ քաոս վիճակ է, հիմա սա վերջացնեմ ու հավաքեմ։ Սոխառած արեցի, լցրեցի այս հարիչի մեջ ամբողջ այդ խորոված բանջարեղենը ու սոխառացնե վրան ու հարեցի։ Հիմա այստեղ աղ չկա, մի քիչ աղ կավելացնեմ, պղպեղները դրել եմ կողքից, կգցենք հացին կուտենք, ինչի մնա փչանա, ճիշտ չի։ Ու սենց հարիչով չաղացի, մեկ էլ մսաղած ասեցի չհանեմ, հարիչով հենց աղացի, միգուցե հիմա տեղափոխեմ ուրիշ ամանի մեջ, թողնեմ մի 2 րոպե էլ կրակի վրա մի քիչ եփվի ու վերջ, ժողովուրդ ջան, այ կստացվի սենց համեղ մի բան։ Չէինք ուտում, ափսոս էր որ թափեի, ահագին բանջարեղեն էր, ինչի թափեի, մնար փչանար 2 օր արդեն սառնարանում էր, էլ 3-4 չէի կարա թողեի։ Հենց էց կգցենք հացի վրա, սառը նախուտեստ, համեղ ու լավ։ Ահա, վերջ, որ արդեն դուք էլ գնաք խորոված անելու, բանջարեղենը հետ գատուն տեսնեք չեք ուտում, անմիջապես լցրեք հարիչի մեջ հարեք ու տեսեք թե ինչ լավ կուտվի ու կվերջանա։ Ահա, ժողովուրդ ջան, անցնեմ իմ մյուս գործերին, հավաքեմ մաքրեմ այս կողմերը ու վերջ, ու անցնենք հաջորդ գործողություններին։ Ահա, ժողովուրդ ջան։ Հեսա ժողովուրդ ջան, գրեցի, մի քիչ էլ հեսա սենց է էփում ու վերջ, արդեն կանջատեմ։ Տեսակ ինչքան լավ բան ստացվեց։ Ասեք, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Ու այս կողմի վրա էլ նայում եմ մեր Սեդուլիկի վիդեոն։ Ահա, մեր Սեդային։ Այս հեսա մեր Սեդան։ Սեդա ջան, քեզ կարոտում ենք։ Այդքան ուշ վիդեոներ մի դիր։ Արագ արա ամեն ինչ։ Շատ ես ուշացնում։ Ահա, այս է մեր Սեդան, ժողովուրդ ջան, ով որ բաժանորդագրված չի, բաժանորդագրվեք մեր Սեդայի էջին։ Սեդա գրական էջեր, այ հեսա մոտեցնեմ, տեսեք։ Այս էլ մեր Սեդուլը։ Ահա ժողովուրդ ջան, համ մեր Սեդային եմ հետևում, համ էլ այստեղ էփում եմ։ Վերջ, էսի անջատեցի արդեն։ Հիմա մի հատ ապակյա տարա ունեմ, գտնեմ թե ուրա ու տեղափոխեմ մեջը։ Ահա ժողովուրդ ջան, հեսա, այ այսինքն մի լավ տարա ստացվեց։ Տեսեք, թող սառի, մի լավ կփակեմ ու կդնեմ, ու կդնեմ սառնարանը։ Վերջ, հեսա, այս էլ իրա կափարիչը։ Սենց կդնեմ հեսա, այ այսինքն մի կողմի վրա ու թող սառի։ Հեսա կողքերն է կմաքրեմ, վերջ։ Դե ինչ, ես շարունակեմ հետևել մեր Սեդային։ Դե ինչ ժողովուրդ ջան, այսօրվա մենյուի մեջ տեղագրավել ձուկը։ Վաղուց ձուկ չեմ պատրաստել ու որոշեցի այսօր ձուկ պատրաստել։ Ահա հիմա այս կողքի այս թեփուկները, չէ, թևիկները կտրում եմ։ Մի հատ հեսա կմաքրեմ, կլվանամ, կթաթախեմ ալուրի մեջ ու կտապակեմ։ Ահա ժողովուրդ ջան, մատուցելու եմ։ Մենակ ձուկ չի լինելու փլավի հետ, փլավը արդեն պատրաստել եմ, վերմիշելով փլավ, ու կլինի էսի մեր այսօրվա մենյուներից մեկը։ Հեսա այս միջուկն է, այս մեջներն է պետքա մաքրեմ լվանամ, հատ առաջին այս ամեն ինչը կտրեմ։ Այ ժողովուրդ ջան, գիտեմ, էլի ասելու եք, որ շատ ուշ եմ վիդեոներ տեղադրում,
գիտեմ, ներողություն եմ խնդրում դրա համար, իրոք չեմ հասցնում, գիտեք նկարում եմ վիդեոները, ուղղակի չեմ հասցնում մոնտաժեմ, ժամանակս չի հերիքում մոնտաժեմ, դրա համար սենց ուշանում ամեն ինչը, մենյուները անում եմ, սիրում, պատրաստ, ամեն ինչը, հենց գալիս է մոնտաժելու պահը, էլ չեմ հասցնում, ժողովուրդ ջան, մատ ստեղ հավաքեմ մաքրեմ մեջերը լվանամ, նորից կմիանանք, ժողովուրդ ջան, ամանի մեջ մի քիչ ալյուր եմ լցնում, մի քիչ սև պղպեղ, մի քիչ կարմիր պղպեղ, սենց մի ակավ խառնեմ, ձուկը աղ ենք անում առանձին, այսպես, թաթախում ենք ալյուրի մեջ ու տապակում, ժողովուրդ ջան, շատ հեշտ ու լավ, լսի մեկ, մյուսը, ու մյուսը, նայել անեմ ու դնեմ տապակելու, ժողովուրդ ջան, վերջ, շատ հեշտ ու համեղ ու արագ, ես ու եմ տարել, չի երևում ինչ եմ անում, վերջ, ժողովուրդ ջան, ես էլ սենց սուկը թաթախեմ ալյուրի մեջ ու տապակեմ, դե ինչ, տապակեմ ու նորից կմիանամ, ժողովուրդ ջան, ստեղ ձուկը տապակվում է, այս կողմի վրա փլավը պատրաստ է, ես որոշեցի պատրաստեմ մի քիչ աղցան, ես այստեղ ունեմ այսպես մի քիչ, այսպես խառը կլցնեմ, ես ասա էլ բացեմ, մի քիչ այս տեսակ, մի քիչ էլ այս մյուս տեսականից կավելացնեմ, քիչ, սենց, խառնեմ, այսինչ անենք, որ խառը լինի, այ այսինչ ժողովուրդ ջան, ժողովուրդ ջան, վրան մի քիչ սենց սող, այս հատիկները բացեմ, շատ սող չեմ անի, որովհետև հետո աշխատանքի եմ գնալու, կկտրենք լոլիկ, այն ինչը որ կա ձեռքի տակ, սենց խոշոր լոլիկ, մի քիչ վարում, հետո պղպեղը կկտրեմ ու հետո մի քիչ է վրան եգիպտացորեն կլցնեմ, այսինչ համեղ աղցան եղավ, սա անում ենք վրան մի քիչ ձեթ, մի քիչ բալզամիկ քացախ, ձեթը զեթունի ձեթ ու աղ, ուրիշ ոչ մի բան, այսինչ համեղ աղցան, դե ինձ սիրելիներս, այսօր էլ պատրաստել էի այսպիսի մենու, կարծում եմ այսօր էլ կարողացա լինել օգտակար, շատ չեք մտահոգվի, թե ինչ եփել այսօր,
Այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ասում եմ. կհանդիպենք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք նույն տեղում, առայժմ։